տեսեք, թերահավատորեն մոտեցողները, հա, impeachment-ին, ասում են, որ այդ փողոցում 100,000 լինի, թե մի քանի 100,000 լինի, եւ նույնը խորհրդարանն է թերու։ Հետևաբար առաջին հերթին կոնսուլտացիաները ԿՊ-ի հետ ինչպես է պատկերացնում եւ օրինակ դիտարկել եք Գեգամ Նազարյան, Իշխան Զաքարյան, իրենց այդ բանակցություններ հնարավոր համարում եք։ Տեսեք, վերջից սկսեմ։ Հայաստանը բավական սեղմ քաղաքական դաշտ ունի ու մեծ հաշվով առաջին հայացքից կարելի է ասել, թե յուրաքանչյուր գործիչ այս կամ այն առաջարկությանը ինչ արձագանք է տալու։ Բայց եթե շարժվես այդ կանխավարկածով, ոչ մի առաջարկ երբեք չես անի։ Կասես դե լավ, դրան այսինչ էս անելու, Գեգամ Նազարյանը էս ասե, էս ասե, էս ասե։ Դրա համար հաշվեք սա նոր առաջարկ։ Ես իհարկե կարող եմ սկսել մեկնաբանել հիմնվելով իրենց նախորդ ասածների վրա, այս կամ այն գործ չի։ Բայց ես դա չեմ անի։ Մենք համբերատար կսպասենք, մինչև իրենք արձագանքեն այս առաջարկին, ու դրանից հետո մենք իհարկե հետևություններ կանենք, բայց մեր արած հետևությունները այդքան էական չեն։ Շատ ավելի էական են, թե ինչ հետևություններ կանեն մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները։ Ինչ վերաբերում է բանակցությունները ԿՊ-ի հետ, ձեր կարծիքով որ պարագայում ավելի հեշտ կընթանան բանակցությունները, բանակցություն բառը ԿՊ-ի դեպքում այդքան լավը չի, բայց ամեն դեպքում ԿՊ-ի հետ։ Երբ որ ուղղակի նստած սենյակում բանակցում ենք, թե երբ որ փողոցում 100,000 մարդ պահանջում է, որպեսզի այդ падգամավորը կամ այդ ֆրակցիան, թեպետ impeachment-ը անհատական պատասխանատվության, այլ ոչ թե ֆրակցիոն պատասխանատվության գործընթաց է, պահանջում է, որ այդ падգամավորը միանա impeachment-ին, որ տարբերակում է բանակցությունների արդյունքը ավելի հավանական։ Ինձ թվում է նորից ակնհայտ է։ Դրա համար ենք մենք անդադար ասում, որ փողոցը կարևորագույն բաղադրիչն է impeachment-ի։ Փաստացի Հայաստանի Հանրապետությունում impeachment հավասարազոր է փողոցային պայքար։ Խորհրդարանական գործընկերները այս ամիսներին ասում են, որ արձագանքել են, կարելի է ստորագրություններ տվել են։ Նորից դուք ինձ դրդում եք ես նախորդ հայտարարություններ մեկնաբանեմ, ես դա մասամբ կանեմ։ Եվս մեկ անգամ ապացուցում ենք, որ սա պարզապես գործընթաց չի, սա իշխանափոխություն է։ Եթե իշխանափոխություն դեռ տեղի չի ունեցել, ուրեմն մենք առաջարկում ենք մի հատ եկեք հավաքվենք, ուժերը մեկտեղենք եւ հասկանանք, իսկ ինչպես կարելի է այդ իշխանափոխությանը հասնել։ Նորից ամեն ինչ մաքսիմալ պարզ է, մաքսիմալ թափանցիկ է։ Մենք հրապարակային կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին միասնական կերպով իրականացնել իշխանափոխություն։ Առաջարկում ենք դրա կետ առ կետ, ընդ որում սահմանադրությամբ երաշխավորված լուծում ուղի ճանապարհ։ Եթե կա այլ լուծում ուղի ճանապարհ, սիրով բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանելու են այդ լուծում ուղի ճանապարհը համապետական ընտրություններն են, եւս 1 միլիարդերորդ անգամ կրկնում եմ, impeachment-ը չի հակասում հերթական համապետական ընտրություններին։ Իսկ իմ մի քիչ առաջ ներկայացրած մեխանիզմի պարագայում նաեւ ուժեղացնում է դրա շանսերը կամ գոնե կեղծիքների դեմ պայքարելու գործիքակազմը։